Ողջույն։ Նիկոլ Փաշինյանի առաջին ԱԱԾ տնօրենին լրագրողները հարցնում էին. «Լավ, բա ինչ կապով խոսենք, որ մեզ չգաղտնալսեն»։ Պատասխանում էր. «Սիգնալով խոսեք»։ Իհարկե գիտենք, որ Փաշինյանն իր գիթը իրավապահ համակարգի միջոցով ամենուր մտցնում է։ Նորություն չէ։ Առաջ օրինակ մեզ թվում էր, թե սրանք գաղտնալսում են այն մարդկանց, որոնք իրենց համար հետաքրքրություն են ներկայացնում։ Հիմա պարզվում է, սրանք գաղտնալսում են բոլորին կամ բոլորն են հետաքրքրություն ներկայացնում իրենց համար։ Նիկոլն ասում է, հոգևորականների մասին ինձ զեկուցել են ԱԱԾ-ից։ ԱԱԾ-ն վարչապետին ենթակա մարմին է, և ԱԱԾ-ն ասում է, ինձ ամեն օր զեկուցում է հանրապետությունում օպերատիվ իրավիճակի մասին։ Հոգևորականների անձնական կյանքը, անկողինը ինչ կապ ունի հանրապետությունում օպերատիվ իրավիճակի հետ։ Նիկոլ Փաշինյանից մենք իմանում ենք, որ ինքը տեղեկություններ ունի, որ ինչ որ հոգևորականներ անձնական կյանք ունեն։ Դրա մասին էր խոսում։ Եթե իրեն լսեք, նշանակում է այդ գործն են արել։ Համենայն դեպս փաստ չունենք, տեսնում ենք, որ վարչապետը հայտարարում է, որ իր ենթակայության տակ գտնվող մարմինը իրեն ամեն օր զեկուցում է, ու կողքից լսում ենք, որ հոգևորականներ կան, որ իրենց անձնական կյանքն ունեն։ Կլինի մեզ այդ մանրամասների մեջ չգցեք։ Մեզ մոտ հարց է առաջանում. ինչու են հարկատուի փողերը մսխվում այն անվտանգության մարմնի վրա, որը ընկած անձնական թեմաներով կոմպրոմատներ է ման գալիս։ Այսօր էլ ասում ես բյուջեն եռապատկել եմ իրենց։ Եկեք մի հատ հասկանանք, մեր երկրի անվտանգությունը որտեղ է։ Առանձին մարդկանց, կլինի հոգևորական, կլինի պաշտոնյա, կլինի թիմակից, իշխանական թե ընդդիմադիր, իրենց անձնական կյանքի մանրամասներն են մեր պետության անվտանգությունը, թե մեր պետության անվտանգությունը շատ ավելի ակնհայտ տեղեր են, որոնք բոլորս այս քանի տարի է քննարկում ենք։ Նիկոլ Փաշինյանի խոսքից հասկանում ենք, որ ձեր մասին ԱԱԾ-ն ժողովուրդ հավաքում է նյութեր ու տալիս իրեն, սա էլ երբ որ մեկի մասին ուզի գրում ու խոսում է։ ԱԱԾ-ն քանդվել է, դեգրադացվել է։ Մի քանի օր առաջ երկու անչափահասի էին կորել։ ԱԱԾ-ն սուտ տեղեկություններ էր հրապարակում, թե սահմանն անցել են։ Հետո հերքում է, թե չեն անցել։ Որովհետև լուրջ հարցերում սրանք արդեն վաղուց մասնագետ չեն, բամփասանք լինի, ուրիշի անկողին հետազոտել լինի, այ դրա մասնագետն է դարձրել Նիկոլը։ Մոտավորապես իր ընտանեկան թերթի օդում կախված լուրերի ստուգմամբ է զբաղվում պետական իրավական համակարգը։ Իրավաբանները կարող են գնահատել, ինչ հանցակազմ կա ԱԱԾ բոլորին գաղտնալսելու և Նիկոլին զեկուցելու քայլերի մեջ։ Այդ մարդու պատկերացմամբ ամբողջ պետությունը իրենն է և ինչ ուզի կանի։ ՔՊ-ից հեռացած падգամավորն ասում էր, չէ, նա իր բոլոր թիմակիցների դեմ ունի ֆինանսական սեռական կոմպրոմատներ, քանի որ ինքը իրեն նշանակել է ժողովրդի վարչապետ, ուրեմն պարտավորվածություն է երևի զգում իմանալ ժողովրդի մասին ամեն ինչ։ Նիկոլի իշխանության ապօրինություններից ոչ մեկ ազատագրված չէ։ Կլինի հոգևորական, կլինի բիզնեսմեն, հասարակ քաղաքացի։ Հենց վաղ օրինակ խորհրդանը քննարկում է ու բնականաբար ԿՊ-ն հավանություն կտա հեծը խլելու նախագծին։ Բերել են մի նախագիծ, որը հեծի տնօրենը որակում է անգրագիտություն և կողքից ինչ-որ բաներ են հորինում հիմնավորելու համար հեծի խլումը։ Ըստ երևույթին սաբոտաժ են անում ու մեղքը գցում հեծի վրա, բայց ինչպես ամեն մի քարոզչություն, դա էլ են անում մանկամիտ կերպով։ Տեսեք, հենց հայտարարեցին, թե լավ չէ աշխատում հեծը ազգայնացնելու ժամանակն է, մեկ էլ Արդարադատության նախարարությունը հայտարարեց, թե հոսանքազրկման պատճառով պետռեգիստրը չի սպասարկի քաղաքացիներին։ Կամ խորհրդարանում լսումների ժամանակ անջատում են հոսանքը, բայց միկրոֆոնները չեն անջատում։ Կամ ասում է, թե գնացի ինչ-որ մոլի բացման, հոսանքը տարան։ Մեր կենցաղում էլ այդպես է։ Հենց հոսանքը անջատում են, մեղադրում ենք հեծին, որովհետև սովորական քաղաքացիս չգիտի իրականում ով է մեղավոր, դա նորմալ է։ Ինձ համար լույսի պատասխանատուն հեծն է, նորմալ է, բայց կառավարությունը պետք է իմանա, որ դեպքում ով է պատասխանատուն։ Հեծը օրինակ ասում է, այս դեպքում մեղավոր են բարձրավոր էլեկտրոցանցերը։ Մյուս դեպքում կոնկրետ հասցեական թե ովքեր են մեղավոր, բայց սրանց պետք է մեղադրանք ու խլելու հիմք։
Իսկ իշխանությունը հետագան պատկերացնում է, թե չէ, ասենք խլեցիք, հետո այն տեղի ղեկավարին ասենք հանես ու դնես Պապոյան Գևորգին, կառավարումը կլավանա, ինչպես, ինչ հիմքով, շատ համակարգի հետքն անիծես ու 90-ականների հովհարային անջատումները վերադարձնես, բայց դե սովորության համաձայն կմեղադրես նախկին կառավարիչներին, կասկած չունենաք, որ սրանք այդ համակարգը եւս կառավարեն այնպես, ինչպես իրենց ենթակայության տակ գտնվող եւ բազմաթիվ կորուստներ կրած մյուս ոլորտները։ Վստահ եմ, Նիկոլի կառավարությունը հեծը կառավարելու է այնպես, ինչպես Երևանի խցանումները, ինչպես կառավարում է արտահանումը, ինչպես կառավարում է Արցախի բանակցությունները, կառավարում էր։ Սրա արդյունքում կունենանք կտրուկ թանկացված հոսանք։ Լավագույն դեպքում իսկ կանխատեսման համաձայն համ կունենանք թանկ հոսանք, համ էլ գրաֆիկով։ Էլ չեմ ասում, որ մի հատ պետք է հարկատուների գումարները մսխես հեծը վերցնելու համար, մի հատ էլ պետք է որոշ ժամանակ անց փոխհատուցում վճարես էլի հարկատուների փողերից, որովհետև հեծը կարծում եմ կշահի միջազգային ատյաններում։ Այս ամենից բացի մեկ ռեալ վտանգ էլ կա։ Ասենք խլեցիք, ինչ եք անելու։ Լրատվադաշտում փորձագիտական շրջանակներում հայտնում էին, որ հեծով հետաքրքրված է թուրքական ընկերություն։ Մեկ էլ շատ հապճեպորեն հայտնի դարձավ, որ Հայաստանի տարածքային կառավարման նախարարը մեկնել է Թուրքիա եւ բանակցություն վարել ոչ ավել ոչ պակաս էներգետիկայի հարցում։ Այսինքն մեծ է հավանականությունը, որ ռազմավարական նշանակության այս հիմնարկը անցնի թուրքերին։ Ինքնիշխանությունից են խոսում սաղ օրը։ Մեկ այլ абսուրդ էլ այն է, որ Նիկոլի այս հակապետական քայլերը ողջունվում են եվրոպացի գործընկերոջ կողմից։ Մեր երկրում կատարվողը թե ներսից, թե դրսից խիստ քննադատության է ենթարկվում։ Իրեն պետք էր մի աջակից խոսք ու հանկարծ Ֆրանսիայի նախագահ Մակրոնը Փաշինյանին ողջունում է եկեղեցու նկատմամբ գրոհի, ժողովրդին ճնշելու, հեծը խլելու համար։ Դա անվանում ժողովրդավարության ամրապնդում։ Ռուսաստանի արտգործնախարարն ասում է Հայաստանում ստեղծված իրավիճակը այդ երկրի ներքին գործն է, բայց եկեղեցու վրա հարձակումները մտահոգիչ չեն։ Այսքան բան ասում։ Միրզոյանը նյարդայնանում է ու մեղադրում Լավրովին, որ մեր երկրի ներքին գործերին մի խառնվի։ Իսկ Մակրոնը, որ կոնկրետ խառնվում է մեր երկրի ներքին գործերին, այդտեղ լռություն է, գոհ են, աջակցություն է դա։ Օրինակ, ինչի համար, որ Մակրոնը շնորհավորում է Նիկոլին, որ նա էլ իր երկրում այդ վիճակում ոնց կվարվեր։ Եթե իր մտքով անգամ անցնի Ֆրանսիայում, կարող է այդ բառապաշարով գրել եկեղեցու մասին, կկարողանար հարձակվել հոգևորականների վրա։ Իր երկրում ինքը ռիսկ կաներ բիզնես խլել, էլ չեմ ասում բիզնեսը խլելու համար էլ ղեկավարին բանտնետ էր։ Իմիջիայլոց Ֆրանսիայի նախագահը լուրջ վնաս հասցրեց հայ-ֆրանսիական բարեկամությանը, ինքը աջակցություն հայտնեց բռնապետության քայլերին, բռնապետական ռեժիմին, որից դժգոհ է հայ ժողովուրդը։ Եթե հայ ժողովուրդը Նիկոլին դեմ է, իսկ Ֆրանսիայի ղեկավարը աջակցում է, չի կարող ժողովրդի պատկերացումները այդ երկրի ղեկավարի վերաբերյալ չփոխվեն։ Եթե Հայաստանում կատարվողը որևէ մեկը կանվանի ժողովրդավարություն, ուրեմն նա կարծում եմ գտնվում է հոգեկան ծանր վիճակում։ Այսօր Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության ներկայացուցիչ Կայա Կալասն ասել էր. մենք կշարունակենք գումար տալ, աջակցել Հայաստանի ժողովրդավարությանը։ Պետք է ասեմ, ինչքան աջակցեցիք, լրիվ հերիք է, կուշտենք։ Մի քիչ էլ գնացեք ուրիշ երկրի աջակցեք։ Առաջ որ այսքան չէիք աջակցում, մեր երկրի վիճակը բազմակի լավ էր։ Կարճ ասած։ Ինչ են Նիկոլ Փաշինյանի հակաժողովրդական քայլերը, այսպես կոչված ժողովրդավար արևմուտքում արժանանում բարձր գնահատականի, որովհետև ըստ էության նրանից դեռևս ունեն ակնկալիք հակառուսական ուղղությամբ։ Իսկ ինչու է Նիկոլ Փաշինյանն անում այս ամենը, ապօրինի հրահանգներ տալիս ԱԱՑ-ին, հարձակվում գործարարների վրա, հոգևորականների վրա, բիզնես խլում։ Երևի պատճառն այն է, որ այս ամենից հետո այս ամեն ինչ, որ բերել է մեր երկրի գլխին, շարունակում է մնալ իշխանության։ Իշխանության ամեն մի օրը ավելի է հղփացնելու։ Իսկ եթե շարունակի մնալ, ամեն ինչ տանում է նրան, որ լրիվ կդառնա անկառավարելի։